Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Դու կարող ես կանխել կատաղությունը։ Կատաղության հիվանդությունը սուր ընթացքով զոոնոզ կենդանուց մարդուն փոխանցվող ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ծանր ախտահարումներով, որպես կանոն մահացու ելքով։ Կատաղությունը թե կենդանիների, թե մարդկանց մոտ արտահայտվում է հիմնականում մկանների ջղաձգություններով, շնչառական ու կլման մկանների կծկումներով, ջրվախությամբ, ուժեղ արտահայտված թքարտադրությամբ, վերին և ստորին վերջույթների անդամալուծությամբ։ Հիվանդության տարածման աղբյուր են հանդիսանում թափառող շները, կատուները, վայրի կաթնասուն կենդանիները, աղվեսները, գայլերը, վայրի կատուները և այլն։ Վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում հիվանդ կենդանու հետ անմիջական շփման, կծելու, ճանկռելու, թքի միջոցով։ Կատաղությամբ վարակված կենդանիները չեն բուժվում, հիվանդ կենդանիներին ոչնչացնում են, իսկ թափառող թե ընտանի կենդանու կողմից կծվածության դեպքում մարդու կյանքը փրկելու միակ միջոցը պատվաստումներն են։ Հայաստանի Հանրապետությունում այս տարի արդեն հաստատվել է 27 կատաղության դեպք։ Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ քայլերն են պահպանել ընտանի կենդանիների խնամքի և տարեկան պատվաստման պահանջը, կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի դեպքում անհապաղ հայտնել անասնաբույժին, չգնել և չխնամել կենդանիներ առանց կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ անասնաբույժի տեղեկանքի։ Կենդանու կողմից կծվածության դեպքում անհապաղ դիմել բժշկի։ Կատաղությունը թեև մահաբեր վարակ է, սակայն կանխարգելվող։ Դրա դեմ պայքարի ամենահզոր զենքը կենդանիների և մարդկանց ժամանակին արված պատվաստումն է։ Հատկապես երեխաների շրջանում կծվածության դեպքերի աճով պայմանավորված անհրաժեշտ են և կանխարգելիչ միջոցառումներ, և կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք ձևավորող քայլեր։ Երբ պատվաստում ես քո կենդանուն, պաշտպանում ես ընտանիքդ, երբ պատվաստվում ես ինքդ, պաշտպանում ես քո կյանքը։